Այս ինֆորմացիոն հոսքի մեջ բաց թողեցինք մի կարևոր իրադարձություն։ Դաշնակցությունը հայտարարեց, որ մասնակցելու է համապետական ընտրություններին եւ մասնակցելու է դաշինքով, բայց թե ով է դաշինքի անդամը կամ ովքեր են, չգիտեն, որովհետեւ դեռ չունեն որոշումներ, չունեն համաձայնություններ։ Այսինքն ինչ է սա, եթե ոչ սեփական անունից խուսափելու փորձ, որովհետև մինչ այս պահը հեղափոխությունից հետո, պատերազմից հետո անգամ ոչ դաշնակցությունը, ոչ հանրապետական կուսակցությունը, այսինքն նախկին իշխանության մաս կազմող կուսակցությունները խուսափում են սեփական անունից, որովհետև հասկացել են, որ սեփական անունը վանում է հասարակությանը։ Դրա համար նմանատիպ հնչեղ անուններով դաշինքներ են կազմում, ինչպես օրինակ Պատիվ ունեմ, ինչպես օրինակ Հայաստան դաշինք, որպեսզի փորձի քողարկել էությունը, հա, բովանդակությունը։ Եվ նաև սրա հիմքը որն է ասացիս, որ մինչ այժմ թիմ ընտրություններում անգամ այս կուսակցությունները խուսափել են անունից սեփական եւ շատ հատուկ դեպքերում են սեփական անունով հանդես եկել եւ ի վերջինը 22 թվականին էր, որ օրինակ դաշնակցություն սեփական անունով է հանդես եկել եւ պարտվելուց հետո վերջապես հասկացել է, որ սեփական անունը վանում է հասարակությանը ընտրելու իրենց։ Բարի սիրելի ընկերներ, այս մի քանի օրը հետևելով կրկին ընդդիմության մտքի գոհարներին Աշուղ Ջիվանի հայտնի բանաստեղծությունը կամ երգը հիշեցի, որը կոչվում է Խելքի աշեցեք, ուրեմն խելքի աշեցեք, որ ասում են, որ երկրի ղեկավարը պետք է աշխատի 1 դրամով։ Լուրջ, դուք եք 1 դրամով աշխատել այդ ձեր ամբողջ կյանքում, բայց միլիարդները ո՞նց եք դիզել։ Կամ ասում է փոքր բիզնեսը հարկեր չպետք է վճարի։ Եվ փոքրը չվճարի, եւ մեծը չվճարի, ոնց որ դուք եք շատ դեպքերում օրինակ նույն Հայաստան էլեկտրական ցանցերով այնքան ուռճացված ծախսեր գրել, որ ոչ միայն հարկերը քիչ վճարել, այլև սակագիննա բարձր մնացել։ Եվ այդպես շարունակ, հետո գաք պետական աջակցություններից օգտվեք, ինչ օրենքով սահմանված է եւ նորմալ է, բայց հետո գաք ինչ որ տենց սուրբ դեմ կընդունեք, որ տենց դուք Սամվելը կփրկի Հայաստանը, Սամվելը ուժեղ է, Նարեկը ավելի ուժեղ է։ Ու այդպես շարունակ, ասենք լուրջ ժողովուրդ ջան, խելքի աշեցեք, ասենք դուք ո՞նց եք տես բաներ ասում, ուզում եք ես երկիրը կործանեք, հարկեր չվճարենք, պետական աշխատակիցներին աշխատավարձ չվճարենք, դուք տենց եք ուզում երկիր կառուցեք, հա դե իհարկե դպրոց պետք չի կառուցել, ճանապարհ պետք չի կառուցել, աշխատավարձ պետք չի տալ, հարկեր պետք չի վճարել, ու այս գաղափարներով, մտքերով ուզում եք երկիր կառավարեք, ուզում եք քվեստանաք մեր ժողովրդի այդ պոպուլիզմով, այդ այսպես կոչված, ինչ ասեմ, պետականաքանդ, հա, գաղափարներով։ Նորից եմ կրկնում, խելքի աշեցեք, ու մի քանի օր առաջ ասել էի, խոսել չգիտեք, լռել էլ չգիտեք։ Գիտեք ինչքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականին։ Ծիծաղեք, 16,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ 16,000 դրամ թոշակառուին տալիս էին, ասում են գնա, եթե կարաս գոյատևես, եթե կարաս ապրես, ապրի։ Ու այդ թոշակառուն, եթե մի բան էլ հանկարծ Աստված չանի ինչ որ առողջական խնդիրեր ունենում, դա ավտոմատ նշանակում է ուղղակի սնանկացում, կամ տունն էին ծախում, որ մի հատ վիրահատություն անեին, կամ վարկերի տակ էին ընկնում, կամ էլ չգիտեմ, էլ տանկույքն էին սկսում վաճառել։ Մենք նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 16,000-ից, դարձրել ենք 36 պլյուս 20%, այսինքն մոտավորապես 43,000 դրամ։ Բայց սա դեռ ամենը չի, մեր սիրելի թոշակառուների համար մենք ներդրել ենք առողջապահության ամբողջական անվճար ապահովագրություն։ Իհարկե, այս ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում, բայց շատ բան է ծածկում։ Ուղղակի այստեղ հիմա այս տեսանյութով չգիտեմ ինչքան կերևա, ինչքան չերևա, բայց դուք հիմա տեսնում եք այն բոլոր հիվանդությունների, այն բոլոր բուժումների ցանկը, որոնք որ ծածկում է ապահովագրությունը։ Այսինքն հերիք չի թոշակը բարձրացրել ենք 16,000-ից դարձնելով 43,000, մի հատ էլ դրա մեջ ներառել ենք ամենաթանկ բանը՝ առողջապահություն։ Այսպես են սիրում թոշակառուներին։ Ու վստահ եմ, այն մարդիկ, այն ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա ուզում են հետ գան իշխանության ու քննադատում են թոշակներից են սկսել խոսել։ Հետ գալու հենց երկրորդ օրը թոշակները հետ են դարձնելու 16,000 դրամ։ Գիտեք ինչի։ Որտեւ այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանք 16 միլիոնանոց ասապնյակներ գցեն Երևանի ամենայուղոտ կտորներում։ Այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանց զավակները Երևանի փողոցներում ճռիկներ անեն ամենաթանկ մեքենաներով։ Այո, մենք հասկանում ենք, որ թեկուզ 43,000 դրամ նվազագույն կենսաթոշակը դա իդեալականը չի, դա մեր երազանքների կենսաթոշակը չի, որը որ մենք ուզում ենք տալ մեր քաղաքացիներին, բայց 27,000, եթե չեմ սխալվում, մոտավորապես դրամով թոշակի բարձրացումը, դա բավականին լուրջ քայլ է, որովհետև եթե դուք նայեք օրինակ դրան նախորդած մինչև 18-6 տարում գիտեք ինչքան է բարձրացել թոշակը,
ասենք 12-ից 18 թվականներին։ Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է ընդամենը 3000 դրամով 6 տարում, 3000, այսինքն եղել է 13000, դառել է 16000։ Որտեվ դա է այն գինը, որը որ վճարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, վճարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ իրենց էլիտաները ցոփուշվայ կյանք վայել են։ Իսկ մենք սիրելի թոշակառուներ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր կյանքը ավելի բարեկեցիկ լինի, ձեր ծերությունը դուք արժանապատիվ ապրեք եւ հանկարծ ու ոչ մի պարագայում ձեզ միայնակ ու ձեզ լքված չզգաք։ Հենց դրան է միտված նաև ամենակարևորը այս առողջապահության ապահովագրությունը, որը ձեզ հնարավորություն է տալի մի շարք ամբուլատոր բուժումներ, մի շարք դեղորայքային բուժումներ, մի շարք վիրահատական բուժումներ ուղղակի ստանալ անվճար պետության կողմից։ Որովհետև թոշակառուների մասին այսպես են հոգտանում եւ ոչ թե 16 կամ 13000 դրամ տալով ասել գնա եթե կարաս ապրի։ Խնդրում եմ անպայման կիսվեք այս տեսանյութով, որ արդյոք չտրվեն այն մանիպուլյացիաներին, որ տարածում են ընդդիմադիրները եւ տեսնեն թվերը եւ հիշեն թվերը ու հասկանան թե ով է։ Կիսվեք տեսանյութով։